Բարև ձեզ, գտնվում ենք Վարդաշեն 6-րդ փողոցի վթարային շենքերի տարածքում, այստեղ արդեն որերորդ անգամ է այցելում ենք, պատկերը ուղղակի աննկարագրելի վատն է, շենքի պատերը փլվում են, բնակարանների ներսում ամբողջությամբ բորբոսած, խոնավ վիճակ է, շենքի տակից արդեն ջրերը հոսում են դուրս ու արդեն ոնց որ մի քանի օր առաջ բնակիչները ասել, որ կոյուղ ջրերն են հոսում, հակասանիտարական միջավայր է, առողջություններին վնասող միջավայր է, արդեն հիմա գնանք տեսնենք, որ հատվածում ինչ կա, չնայած ամբողջ շենքում խնդիրը շատ լուրջ է, բայց ավելի լավ պարզ ցույց տանք, թե ինչ խնդիրներ կան այստեղ։ Քանի բնակիչ է ապրում շենքում։ Ես գիտեմ, որ մոտավորապես 180 ընտանիք է ապրում այստեղ։ Յուրաքանչյուր շենքում։ Չէ, երկու շենքը միասին 180 ընտանիք ապրում է, այո։ Քաղաքապետարանի կողմից որևէ քայլ ձեռնարկվել է բնակիչների դժգոհությունը։ Ոչ։ Բնակիչները բազմիցս դիմել են եւ ես տեղյակ եմ, որ 2023 թվականին ընտրություններից առաջ նույնիսկ այստեղ բնակիչներին խոսք են տվել, որ 1.5 տարվա ընթացքում նրանք պետք է տեղափոխվեն արդեն նոր բնակարաններ, բայց 1.5 տարին արդեն վաղուց անցել է, իսկ բնակարաններ տեղափոխվելու ոչ մի ակնկալիք դեռ չունեն բնակիչները, բայց շարունակում ենք պայքարել մենք Մայր Հայաստան խմբակցության հավաքանու անդամներս եւ բնակիչները միասին պայքարում ենք, որ հնարավորինս շուտ այս մարդիկ տեղափոխվեն նոր բնակարաններ, որտեղ ցանկացած պահի այս շենքերը կարող են փլվել եւ ողբերգությունը ուղղակի անխուսափելի է լինելու։ Մի որոշ ժամանակ առաջ այս շենքի պատշգամբը այն կողմից ընկել է հենց կողքը խաղացող երեխաների ամիջապես կողքը։ Եվ բարեբախտաբար վնասներ չեն եղել, բայց դա լավ պատահար է եղել, որ ոչ ոք չի տուժել։ Այլ դեպքում կարող է ինչ-որ մեկի վրա ընկնել եւ հետևանքները անդառնալի են լինելու։ Ռիմա Թալանչյան, Վարդաշեն 6-րդ փողոց 68 շենքի 103 բնականի բնակչուհի։ 30 տարի արդեն ապրում եմ տվյալ հասցեում։ 35 ներողություն։ Ու մինչև օրս ոչ մի տվյալ, ոչ մի ստույգ տեղեկություններ մենք չունենք։ Այս վերջերս, երբ որ իմացանք, որ կոյուղաջրերը դեպի սեփական տներ են գնում, բողոքեցինք, եկան, չափագրումներ արեցին եւ այլն ու որոշեցին, որ տրակտոր բերեն, շենքի այդ հատվածը ինչ որ փորեն ու նոր կոյուղատար խողովակներ անցկացնեն, բայց եթե տրակտոր մտավ ու սկսեց իր աշխատանքը, շենքը հիմնովին կքանդվի, բնակիչները կմնան օդից կախված, եթե իհարկե մարդկային զոհ չլինի։ 1. Երկրորդը Ավինյանը անձամբ այստեղ իմ ներկայությամբ խոսք տվեց, որ ժողովուրդյան այսքան սպասել եք, մի այսքան էլ սպասեք, տարուկեսվա ընթացքում ձեր բոլոր հարցերը կլուծվի, բայց մինչև օրս ոչ մի հարց էլ չի լուծվել։ Սրանից 2 ամիս առաջ բնակիչներով հավաքվեցին, գնացինք, նստացույց արեցինք, ճանապարհ փակեցինք, բայց ոչ մեկը չի չավ։ Պարոն Փամբուչյանն էլ ընդունեց 3 հոգու, չէ՞ լիան։ 4 հոգու ընդունեց ու ասեց, որ գումար չունենք ու չեն կարող ձեր բնակիչների հարցին լուծում տանք։ 1. Այդտեղից մենք գնացինք կառավարությունում էլի մեզանից ստորագրություններ հավաքեցին, գրեցինք, նրանք էլ պատասխանեցին, որ մենք ձեզ գրավոր պատասխան կտանք։ Ու մինչև օրս պատասխան չկա։ Այս վերջերս էլ նորից էլի կառավարություն են դիմել, կառավարությունն էլ պատասխանել է, որ մինչև հուլիսի 10-ը ձեր հարցին լուծում կտանք, այսինքն գործը կուղարկենք քաղաքապետարան, բայց քաղաքապետարանը մինչև օրս ոչ մի շարժում չի արել։ Երկրորդ հարցը շենքը 4 աշճանի վթարային է, երկու շենքերն էլ 66/1-ն էլ 68 անել, երկուսն էլ 4 կարգի վթարային են։ Ունենք փաստաթղթերը։ Մենք այդ փաստաթղթերը ներկայացրել ենք կադաստր, որպեսզի գույքահարկի վճարումներ չանենք, բայց քաղաքապետարանում ինձ անձամբ պատասխանեցին, որ իրանք գործեր ուղարկել են կադաստր։ Այսօր ես անձամբ եղել եմ կադաստրում ասում, որ մեզ մոտ ոչ մի փաստաթուղթ չկա, այսինքն կա բոլորը պատճենները, օրիգինալը ոչ մեկը չի ուղարկում։ Մեզ հիմա պետք է օրիգինալը
նոտարով հաստատված, որպեսզի ուղարկվի կադաստր եւ կադաստրում որոշվի այդ գույքահարկի ոչ վճարման հարցը։ Այս էլ այսօր ենք վերցրել այս թուղթը, որ այդ կադաստրին վերաբերյալ, այսինքն գույքահարկ չմուծելու համար, որ քաղաքապետարանը պետք է անպայման այդ թուղթը օրինական թղթերը պետք է ուղարկի։ Բայց քաղաքապետարանը ասում է, քանի որ սա իմ անձնական հաշվով կատարված է, 4-րդ աշճանի վթարայինը որոշված է, ես իրավունք չունեմ ձեզ ոչ մի սեփական, այսինքն օրիգինալ փաստաթուղթ ներկայացնեմ։ Էդ է պատասխանել քաղաքապետարանը։ Այսինքն մենք հույսներս կտրել ենք, հիմա սպասում ենք, որ իբր տրակտորը գա, որ այդ կոյուղատար խողովակները փոխի, ու մենք սպասում ենք, որ հենց տրակտոր մտավ ու այդ գործը կատարեցին, ուրեմն շենքերը լրիվ փլուզվելու է։ Ու մարդկային զոհ լինելու, դա 100% ես համոզված եմ։ Ճամբարակի պատմությունն է լինելու, թե այնտեղ 4-5 հոգի վնասվեցին, այստեղ երևի 100-ավորը կվնասվեն, ուրիշ ոչինչ չունենք ասել։ Խոստումները տալիս են, նստատեղերը աթոռից չեն բարձրացնում ու իրանց ձևով իրանց աշխատանքները կատարում են։ Եկեղեցին պաշտպանելու համար, ինչի համար Սամվել Կարապետյանին ձերբակալեցին 2 տարի կալանք տվեցին, ինչի համար։ Իրանք այդքան անօրինական գործեր որ անում են, իրանց ինչի բան չեն անում։ Շենքերի վթարանություն ուղղակի ցույց տալու համար, որ այստեղ չի կարելի ինչ-որ աշխատանքներ կատարել, այնտեղ շենքի պատից մի փոքր հատված կա, ձեռքով սենց է կանում, ինքը փշրվում, թափվում է։ Շենքը ուղղակի չի դիմանա, եթե այստեղ աշխատանքներ անեն։ Հիմա կարող ենք մոտենալ, այնտեղ ձեռքով սենց անում եք, թափվում է։ Տեսեք, շենքի հիմքն է, քարերը այսպես դուրս են գալիս, ամբողջությամբ փշրվում է։ Որտեղ են կպնում ենք, փշրվում է։ Հիմա այս շենքի տարածքում, եթե աշխատանք անեն, չի դիմանալու շենքը, ուղղակի փլվելու է։ Ինչպես պետք է հարցը լուծել։ Միակ չէ, այստեղ լուծելու խնդիր չկա, միակ ելքը, որ բնակիչներին տեղափոխեն նոր բնակարաններ, որտեղ ցանկացած գործողություն այստեղ կատարեն, կարող է շենքը չդիմանա ուղղակի։ Ու եկեք իջնենք հիմա, տեսեք այստեղ աստիճանները, հիմնական այս գետնից ինչքան առանձնացած է, ու նայենք, տեսեք շենքի տակով, բնակարանի միջով այդ կոյուղաջրերը ոնց է դուրս գալիս։ Եկեք առաջանանք հիմա նայենք։ Բախում են տրակտորը խփից տեղ քանդի, այս պատը ընկնի ներքև։ Եթե պատը քանդվա, տեսի փխրուն հողա, պատը քաշեց, շենքը քաշելու է։ Շենքը փխրուն է արդեն։ Եթե այս պատը փլվեց, շենքը սենց քաշելու է տանի մինչև սեփական տներ։ Գնալու ենք հյուր լինենք սեփական տներին։ Նրանք էլ են բողոքում արդիկ։ Բողոքում են ամբողջ թաղամաս ոտի էր կանգնած Շամշյանին կանչեցին, թաղապետարանից բերեցին մարդիկ, եկան նայեցին, ասում են ռիսկ չեն քանդեք հանկարծ նստի ամբողջ։ Շենքը ինքը փտած է, տակից է փտած։ Այս բնակարանի ներսը ամբողջությամբ կոյուղաջրեր են լցված եւ բնակիչը ստիպված դռները փակել է, գնացել է վարձով բնակվում այլտեղ, որտեղ իր բնակարան ունի բնակարան, բայց չի կարողանում բնակվել, որտեղ ուղղակի անմարկային պայմաններ են։ Հնարավոր չի ուղղակի։ Ամբողջ կոյուղաջրերը, տեսնում եք, այստեղից էլ արդեն դուրս է գալի։ Հիմա այս բնակարանի ներսում ամբողջությամբ կոյուղաջրեր են լցված։ Հենց հիմքի տակից ջրերը հոսում են ամբողջությամբ դուրս, պատերը լրիվ բորբոսնած են, խոնավություն է ու բնակիչները արդեն հիվանդություններ են ձեռք բերել, այդ թվում նաև երեխաներ։ Այս տեսնում եք հիմքի տակից։ Հիմքի տակից այսինց դուրս էր գալի լրիվ կեղտաջրեր։ Հիմա եկեք այն մեկ, այ հլը նայեք գետինը լրիվ էդ սաղ տակից է գալիս։ Մի քանի օր Համեն մի քանի օր առաջվա տեսանկարը հանած է, շենքի տակից ջրերը դուրս են հոսում։ Հիմա այսօր չորացել է մի քիչ երևի եղանակային պայմանների հետ կապված,
Բայց մի քանի անգամ բնակիչները ուղարկել են այսպիսի վիդեոներ, որտեղ ջուրը անընդհատ հոսում է։ Իսկ բնակարանը հենց խնդրեմ սա է։ Այս բնակարանի պատն է։ Այս բնակարանների ներսը ամբողջությամբ փլվել են, բորբոսնել է, փլվել է, խոնավություն, զգում եք խոնավության հոտը ու բորբոսի հոտը։ Սա մի քանի օր առաջ է եղել այս ջրի հոսքերից։ Մի քանի անգամ նորոգել են ու նորից այս վիճակն է լինում։ Ու այս խոնավությունը իրանք անընդհատ շնչում են։ Ննջասենյակի այս վիճակն է, ճաշասենյակը նկատեցիք ինչ վիճակ է, բորբոսած պատերը։ Տեսեք, մի որոշ ժամանակ առաջ բնակիչները այս օձը իրենց բակից հայտնաբերել են։ Ու այսպիսի սողուններ բազմաթիվ կան այս տարածքում, ոչ միայն օձեր, մտնում են բնակարաններ, տառականները, որ вообще վխտում են, ինչքան փչում են մարդիկ, մեկը միևնույնն է կան այդ տառական։ Հիմա բաց է, բայց խոնավության հոտը փչում է էլի։ Ձմեռը ընդհանրապես այս դուռը որ բացում է ու գարս լինի։ Բանը արդեն ճաղավանդակներն է երևում։ Սրա տակա ես դրել եմ, որ ասենք ինչ որ բաներ չեն, օդ, կարիճ։ Ինչ ասից կա։ Էսի դրել եմ, որ հանգարց ու բան չլինի։ Այս հերոսացույցը յաչիկը դրել եմ, որ հանգարց այդ տակից բան Եկեք մի քիչ այս կողմից է որ նկարեք, պարզ կերևա, նայ։ Մեծ քաշեմ նայված որ այդ բաներ ճաղավանդակներն են։ Բետոնը դարել է ավար։ Ու ճապել նստել։ Նայեք, ստեղ նայեք։ Նայ պատալոկը բարեկը։ Ստեղ նայեք։ Աշորը բեկալ է։ Դե ասի չոր չեմ նկարում դրան։ Գիտեմ, տեսախցիկը փոխանցումա թե չէ, այս հատվածը ընդհանուրից սենց առաջ եկած։ Մի հատ բորբոսած, մամռակալած ամբողջությամբ ու այս նույն վիճակը բնակարանների ներսում է։ Հիմա մտնենք տեսնենք բնակարանների ներսում այս նույն պատկերն է։ Հիմա ուղղակի եղանակային պայմաններով պայմանավորված, քանի որ տաքացել է, այդ խոնավությունը շատ սուր չի զգացում, բայց հերիքա մի քիչ խոնավ եղանակ լինի, անձրևային կամ դեպի աշնան կամ գարնան կողմ գնա, խոնավության հոտը անտանելի է։ Մի քանի րոպե այստեղ մնալ հնարավոր չի լինում, բայց մարդիկ տարիներով ապրում են։ Սա նկարից նախորդ ասեմ, որ մենք տանիքեր չունենք, մեր շենքը տանիք չունի ու բաժանված է 3 մասի։ Անգամ արդեն ծառ աճում, ես իմ խոտեր բան, իրոք քանի անգամ բարձացել են նայել։ Տանիքում աճում։ Այո, տանիքում աճում ուղղակի հնարավոր բարձրանալ մի քիչ դժվար է, էլի։ Լավ, այդ 4-րդ հարկում ենք, այսինքն այնպես չի որ տանիքից Այո, 4-րդ հարկում ենք։ վերևի հատվածից թափել է այստեղ։ Այ լոլի sense թափում։ Կենցաղային գործեր անելուց, Եկեք մուրաբա սարքելուց եք, մուրաբա սարքելուց, չէ, կոմպոտ վերջը տենց պահածով։ պահածոները սարքելուց, այս վերևի հատվածից մենք 4-րդ հարկում ենք, այսինքն տանիքի խնդիր չկա, որ վերևից ջուր կաթա։ 4-րդ հարկի տանիքը այստեղից թափել ընկել է ամբողջությամբ այդ պահածո պատրաստելու process-ի մեջ։ Մարդիկ օգտվում են, ամեն մեկը իր համար արդեն զամուկ արել, դե որոշ մարդիկ կարողացել են տուն մտցնեն, էլի այդ գոյուղու
իսկ իրանք ստեղ անընդհատ այս ջուրը հոսում է չեն կարողանում սարքեն։ Մի խոսքով ստեղ լողանում են, ստեղ մթերք են լվանում, ստեղ աման են լվանում, լողանում են, ամեն ինչ ստեղ։ Երկրորդ հարգում ավելի սարսափելի վիճակ ալ է, չորրորդ հարգը մի քիչ իրանց ուժերով կարողացել են, էլի։ Այստեղ երեխաներ են ապրում, տարիքով Այդ խոնավության մարդիկ են ապրում։ երրորդ կարգի Ձեր թորնիկն է, չէ իմ տղան է։ ձեր տղան է։ Այս պայմաններից է։ Այս պայմաններից ելնելով ես կարամ տունը ցույց տամ անգամ անկողին չեմ հավաքում, որտեվ անկողին է լրիվ բորբոսա, լրիվ խոնավությունը, պատերը սևացած է, սարքել ենք մի տարի ու կես առաջ որ ասում եմ, ուղղակի փակել ենք, որ մենք մեզի մարդը զգանք ապրելու համար, լրիվ փլվել է, կարող մտնեք, նայեք, ցույց տամ, եկեք նայեք, եկեք համեցեք։ Քարերը թափվում է խոնավությունից անձրևից նորից ամուսինս իշքան Mən burası Malatkaya անում նորից բան խոհանոցում լրի սևացած իրավիճակ նայեք ստեղ լրի պատերը սևացած է ննջարանն էլ էսա ցույց տամ որ այնտեղ вообще անհնար է քնելը ինչի համար որտեվ խոնավությունից անկողինը չեմ հավաքում որ գոնե գիշերը կանեմ մի ժամ գլուխներս բարձին դնեն նայեք խոնավությունից անգամ կռավաթը ինչ ձևա լոճվ է խոնավությունից էս պատերը լրիվ սևանում է նայեք Ինչ իրավիճակ է։ Տեսեք, 23 թվականի քաղաքապետի ընտրություններից առաջ, երբ որ այս բնակիչներին խոստում էր տրվում, որ 1.5 տարվա ընթացքում նրանք տեղափոխվելու են նոր բնակարաններ, ոչ ոք չէր ասում, որ այս խնդիրը հետո ուղղվելու է դեպի կառավարություն։ Այսինքն ես այս խնդիրը բազմիցս ավականու նիստերին բարձրացրել եմ եւ նիստերի ժամանակ պատասխան ստացա, որ խնդիրը կառավարության տիրույթում է։ Իսկ եթե կառավարության տիրույթում է, ընտրություններից առաջ ինչու էր խոստում տրվում բնակիչներին եւ հույսեր տրվում, այսինքն ակնհայտ է, որ որոշ խնդիրներ կար հետապնդվող, ընտրություններից առաջ էր կարիք կար մարդկանց սիրաշահելու, այսպես ասած, բայց երբ որ հարցը հասավ այն պահին, որ պետք է խնդիրը լուծվի, ալիքները ուղղվեցին դեպի կառավարության կողմ։ Անցել է արդեն երկու տարուց ավել։ Իրենք խոստում տվեցին, բայց Այսինքն իրականում դա իրենց տիրույթություն չէր։ Պարզվեց փաստորեն այդպես 23 թվականի քաղաքապետի ընտրություններից առաջ էր հենց խոստումը տրվել, ընտրարշավի ժամանակ, ճիշտ եմ հիշում։ Խոստումը տրվել էր, ասեք։ Մենք գնացինք իր հետ անձամբ հանդիպման, պարոն Ավինյանի հետ, այնտեղ ինչ որ քարտուղարուհիեր նստած ինչ sense արեց։ Պարոն Ավինյանը քաղաքացիների հետ ընդունելություն չունի։ Ես ինքս անձամբ բարկացած գոռացել եմ, ասել եմ, «Խետ ընտրաշավի ժամանակ կարար գար»։ Հիմա չէ։ Հիմա հարգում ես անձամբ ես իմ տնից 2 հատ զինվոր ունեմ ճանապարհած։ Իմ զինվորը ժամը 6:30, 6-ին զանգում է, դուք լավ եք, հո ձեզ բան չի եղել։ Հայրենիքի սահմանը պահելու համար մեր երեխեքին ուղարկում ենք։ Մենք ստեղ կես մարդ աղուդով ապրում ենք, ինչա իրանք հանգիստ փափուկ նստեն իրանց աթոռին։ Թող մեզ էլ ապահովեն։ Չէ որ մենք կյանք ենք դրել, մեր երեխեքին ենք մեծացրել, որ այսօրվա դրությամբ հայրենիք են պաշտպանում։ Իսկ ինչի համար։ Խոստումներն ուր մնաց։ Պահը հարմար էր խոստումներ տալու համար տվեցին եւ հետո, ասում, սլակները ուղղվեցին կառավարության ուղղությամբ, որ քաղաքապետարանի տիրույթում չի, կառավարության տիրույթում է եւ այսպես այս խնդիրը արդեն տևական ժամանակ է լուծումը չի ստանում։ Մենք հարցը անդադ բարձրացնում ենք, բայց դեռ լուծում չի տրվում։ Հարևանուհին բանը ձմեռավա համար կամպոտա փակելու ընթացքում առաստաղից այդ կտորը պոկվում է, ընկնում է կեսը ջրի մեջ, կեսը բանկայի մեջ, կեսը էլ տենց պոլին սեղանին բան։ Մենք էլ կատակեցինք, ասացինք, էտա, բանով, այդ ծեփով կամպոտ ենք խմելու ձմեռը, էլի։ Զավեշտալի է, որ մի հատ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, վթարային շենքի հենց կողքը բարեկարգում են իբր թե իրականացրել, բոլորովին վերջերս երևի 3-4 ամենաշատը 4 տարի առաջ 4 տարի առաջ բարեկարգում արել են վթարային շենքի կողքը, մի հատ խնդրում եմ վիճակը նայեք այս բարեկարգված բակի։ Աթոռները արդեն քանդվել են իրարից, ոչ մի խնամք չկա, այսինքն անիմաստ գումարը ծախսել են։
Միևնույն է իմանալով, որ սա վթարային շենք է եւ մի օր բնականաբար պետք է քանդվի։ Եվս մեկ հերթական, այսինքն անիմաստ ծախսն են արել, ոչ արդյունավետ։ Իսկ շենքերի հարցը շատ լուրջ է, որտեղ ցանկացած պահի կարող է շենքերը փլվեն, ինչ որ մեկին վնասեն, պատշգամբը արդեն ձեզ ասի, այն պատշգամբն է, որ փլվել էր, տեսնեք հիմա այստեղ երեխաներ են խաղում, այսպես երեխաները խաղալուց պատշգամբը փլվել ընկել է նրանց կողքը եւ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Խնդիրը շատ հրատապ է, պետքա հնարավորինս սեմ ժամկետում այս հարցը լուծվի, թող տնտեսեն, որոշ հարցերից թող տնտեսեն, բայց այս հարցը կարգավորեն, այս մարդկանց շատ արագ տեղափոխեն նոր բնակարաններ, քանի ոչ ոք չի վնասվել, չի տուժվել,